Շարունակում ենք այս հրաշք պատգամը, որ Տերը տվել է, որ գրված է Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ 28 մինչև 30 համարները ուզում եմ նորից կարդամ, որ մենք հիշենք, թե ինչ ենք նայում, եւ դա մեր մտքերի մեջ մնա ամբողջ պատգամի ընթացքում։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարի գործակից են լինում նրանց, որ Աստծուն սիրում են, որոնք նրա նախասահմանությունով կանչված են։ Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչում էր, առաջվանից սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որպեսզի նա անդրանիկ լինի բազմաթիվ եղբայրների մեջ։ Նրանց, որ նախապես սահմանեց, նաև կանչեց նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց նրանց, եւ նրանց, որ արդարացրեց, նաև փառավորեց նրանց։ Մենք նայում ենք Աստծո տողատակերը եւ հույս ունեմ, որ մեր մեջ արդեն այդ բանը մտած լինի, որ երբ որ Աստծո խոսք ենք կարդում կամ լսում, ավելի ուշադիր լինենք հասկանալու համար, թե ինչ կա դրա մեջ ասված, որ մենք չենք լսել, կամ ինչ կա չգրված, բայց ասված, որ Աստված ուզում է մեզ փոխանցի։ Ամեն։ Մենք պետք է ուշադրությամբ լսենք։ Շատ ժամանակ մենք լսում ենք այնց, ոնց որ մենք գիտենք, բայց իրականում չէ։ Եթե մենք գիտենք, մենք փակում ենք մեր հոգու ականջները եւ չենք լսում, բայց եթե սպասում ենք Աստծուց խոսքի, ինքը անպայման խոսում է մեր հետ։ Մենք նայեցինք, որ խոստումներից մինչև խոստումների իրականացումը շատ կարևոր մի ընթացք է, որը Աստծո համար ավելի կարևոր է, քան այն խոստումների իրականացումը, որ ինքը տվել է մեզ, որովհետև այդ խոստումները տալիս են, որ մենք շարունակաբար հետևենք իրան անկախ նրանից, թե ինչով ենք մենք անցնում։ Դա մեզ ուժ է տալիս, զորացնում է մեզ, շարժառիթներ է տալիս, որ ինչ է լինի մեր կյանքերի մեջ, թարգմանում է ավետը, ինչ է լինի մենք բաց չթողնենք այդ խոստումները եւ շարունակենք հետևել Տիրոջը։ Եվ այսօր կփորձենք այդ մեր լսածը ավելի շատ մարմին տանք, այսինքն կոնկրետ օրինակներով, կոնկրետ մարդկանց միջոցով տեսնենք, թե ոնց է դա կատարվել եւ ոնց է կատարվում այսօր մեր օրերի մեջ։ Այսօր կնայենք Հովսեփի կյանքը։ Ում համար է Հովսեփը հատուկ մի օրինակ, հատուկ մի անձնավորություն։ Կան մարդիկ, ովքեր սիրում են։ Ձեզ մի բան ասեմ, որ շատ երկար ժամանակ, տարիներ, ես մինիմումը մի անգամ, 1.5 անգամ մինիմումը կարդում եմ Աստվածաշունչը տարվա մեջ, ունեցնում է, որ տարվա մեջ 2 անգամ Հովսեփի կյանքը անցնում եմ։ Ու չի եղել մի անգամ, մինչև այս վերջի շրջանը, չի եղել մի անգամ, որ ես Հովսեփի այդ կյանքը կարդամ, կամ անգամ Հովսեփի մուլտը նայեմ, կամ Հովսեփի այդ ցանկացած բան, ու երբ որ գալիս է այդ հատվածը, որ Հովսեփը ինքը իրան բացում է եղբայրներին, չլացեմ, չի եղել այդ ձերի բան։ Ու դա, չգիտեմ, անկախ ինձանից է կատարվել միշտ, անընդհատ, դա իմ մեջ այնց բաներ է առաջացրել, որ չեմ կարեցել ուղղակի զսպեմ ինձ, միշտ արտասվել եմ, ուզում եմ ասեմ, որ Հովսեփը ինձ համար շատ սրտից մոտիկ անձնավորություն է, շատ յուրահատուկ մեկը։ Մենք հիշում ենք, չէ, Պետրոսի, երկրորդ Պետրոսի առաջի գլխի այն հատվածը 3-րդ խոսքից, որտեղ գրված է, որ Աստված մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց եւ մեզ մեծ ու պատվական խոստումներ են տրված, որպեսզի նրանցով աշխարհից եկած ապականությունից փախնելով Աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Այսինքն այն մեր հրավերը, որ վերստին ծնունդը, ապաշխարությունը, հիմնականում, երբ որ դա լինում է մարդու կյանքի մեջ, դա լինում է շատ սենց օրիգինալ ձևով, լինում է շատ փառավոր ձևով, որովհետև մարդու վերափոխվելը, վերածնվելը
ավելի մեծ հրաշք է, կարծում եմ ոչ մենակ իմ համար, նաև շատերի համար, քան մեռելը հարություն առնի։ Որովհետև նոր բնույթ է Աստված ծնունդ տալիս մարդու մեջ, որը ամբողջությամբ Քրիստոսի այդ պատկերը, նմանությունը, սերմը ունի իր մեջ, աստվածային բնույթը եւ կյանքը ունի իր մեջ։ Եվ դա մարդու կյանքի մեջ կատարվող ամենակարևոր բաներից մեկն է, սկիզբը մեր։ Եվ դա լինում է մեծ փառքով, լինում է ապրումներով, դրան հետևում է առաջի սերը, որը որ լեցուն է մեծ ուրախությամբ, սիրով, նվիրումով, խենթ, խելառ նվիրումով, որով որ մարդը նվիրվում է նրան, որ իր կյանքը տվել է իր համար։ Հովսեփի կյանքի մեջ չնայած հին ուխտում վերստին ծնունդ հասած հասկացողությունը չկար, բայց Հովսեփի կյանքի մեջ հրաշալի մի սկիզբ կար։ Եկեք իրար հետ նայենք, ուսումնասիրենք Ծննդոց 37-րդ գլուխը եւ տեսնենք, թե ինչ էր կատարվում Հովսեփի հետ։ 37-րդ գլուխ առաջի խոսքից։ Հակոբը իր հոր պանդխտացած երկրի Քանանի մեջ բնակվեց։ Տեսեք, նոր գլուխ է սկսվում, դրանից առաջ ուղղակի թվարկվում է Եդոմի թագավորները, կոնկրետ ինֆորմացիա չկա, մի նոր գլուխ է սկսվում, նոր պատմություն, Աստված նոր բան է սկսում խոսալ մեզ եւ առաջի միտքը, որ ասում է, դա աշխարհագրական վայրն է, որտեղ Հակոբը պանդխտացավ, բնակվեց եւ երկրորդ խոսքը ասում է սրանք են Հակոբի սերունդները։ Հակոբի սերունդները մենք գիտենք, որ առաջնեկը Ռուբենն է։ Եթե բոլոր ինչը հիշենք, գիտենք, որ առաջնեկը Ռուբենն է եւ պետք է Ռուբենից սկսվի, բայց իրականում խոսքը սկսում է Հովսեփից։ Հովսեփը 17 տարեկան էր։ Նրանք, ովքեր Սուրբ Գիրք են կարդում, ուզում եմ ձեզ հարց տամ. հանդիպել եք արդյոք 12 որդիներից որևիցե մեկի մասին, որ նրա տարիքը նշի Սուրբ Գիրքը։ Ես չեմ հիշում, ճիշտ ասած, ժամանակ չունեցա, որ ուսումնասիրեմ նորից այդ ամբողջը հասկանամ, բայց ինչքան որ կարդացել եմ, չեմ հիշում, որ կոնկրետ ինչ-որ մեկի համար տարիք նշած լինի, եւ այս տարիքը, երբ որ Սուրբ Գիրքը նշում է, դրա մեջ շատ կարևոր մի բան կա։ Աստված մեզ մեր ուշադրությունը կենտրոնացնում է, որ այդ անձին պետք է հիմա ներկայացնի այդ շարունակությունը նրա մասին է լինելու, կոնկրետ կարևոր բան է ուզում խոսա, որովհետև տարիք է նշում։ Գուցե շատ քիչ մարդիկ կան, ում մասին տարիքները գրված է Սուրբ Գրքի մեջ, եւ այդ քչերից մեկը Հովսեփն է։ Մենք պետք է հասկանանք, նշված է նաեւ Հովսեփի երկրորդ անձը, Եգիպտոսի երկրորդ անձը դառնալու փաստը, տարիքը նրա 30 տարեկան էր, երբ որ ինքը գրավեց այդ փարավոնի երկրորդը լինելու պաշտոնը եւ սկսեց ղեկավարել ամբողջ Եգիպտոսը։ Այսինքն հարցը վերաբերվում է 13 տարիներին, որ Աստված հատուկ ուշադրության է հրավիրում, նշելով մեզ սկիզբը եւ այն խոստմանը գալու սկիզբը։ Այսինքն այն ինչ որ կատարում էր Հովսեփի հետ սկզբում նա 17 տարեկան էր, եւ այն ինչ որ կատարվեց, երբ որ Աստված իր խոստումը իրականացրեց Հովսեփի կյանքի մեջ, նա 30 տարեկան էր, 13 տարվա ճանապարհ անցավ ինքը, մինչեւ որ խոստումից, հիշում եք, անցած անգամ ասեցի A կետից մինչեւ B կետը, որտեղ B կետը ասո փառքի դրսևորումն է։ 17 տարիներ, փառավոր սկիզբ, շատ փառավոր խոստումներով, երազներով, տեսիլքներով, ովքեր որ կարդացել են գիտեն, մենք հիմա մի քիչ կնայենք դա։ Ուրեմն Հովսեփը 17 տարեկան էր, երբ իր եղբայրների հետ հոտերներ արածացնում եւ պատանլի լինելով իր հոր կանանց Բաղայի որդիների հետ եւ Զեղբայի որդիների հետ էր։ Հովսեփը նրան չար լուրը իրենց հորն էր բերում։ Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի սիրում էր Հովսեփին։ Գիտեք, որ Հովսեփը հին ուխտի Քրիստոսին ներկայացնող խորհրդապատկերն շատ յարկի վառ պերսոնաժներից մեկն է, որը
Քրիստոսին խորհրդապատկեր է համարվում։ Հենց այս խոսքով էլ, որ ասում է հոր ամենասիրելի, իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, քանզի իր ծերության որդին էր նա եւ բազմագույն պատմուճան շինեց։ Հովսեփը, գիտեք, որ Ռաքելի որդին էր եւ Հակոբի ամենասիրած կնոջ։ Հակոբը 4 կին ունեցավ, բայց առաջի սերը իր Ռաքելն էր։ Երբ որ հիշում եք ջրորի մոտ հանդիպեց, առաջի հայացքից սիրահարվեց Ռաքելին, չդիմացավ, բռնեց պաչեց Ռաքելին, ինչ-որ շատ զգացմունքային էմոցիոնալ պահեց, լաց եղավ, երևի ուզում էր ազդեր վրեն, կանայք դրանց, աղջիկները ազդում են դրանցից, ձեզ գաղտնի խոստովանեմ, բայց դուք մարդու բան չասեք, որ ես էլ եմ օգտագործել այդ պրիոմը Մելանի վրա, ու ասեմ ազդել ավրեն։ Փախնում էր, չէր կանգնում, որ խոսանք, վերջը, Էձևի հոգեբանական պրիոմներ օգտագործեցի և ինչպես տեսնում եք աշխատել է։ Ռաքելին առաջի հայացքից սիրահարվեց Հակոբը և հանուն Ռաքելի 7 տարի աշխատեց Լաբանի մոտ և գրված է այնքան շատ էր սիրում, զարմանալի է, երբ որ շատ ես սիրում, օրինակ երբ որ դու սիրահարված ես և գնում ես բանակ, շատ դժվար անցնում այդ 2 տարիները, բայց Աստծո խոսքը ասում է, որովհետև Ռաքելին շատ էր սիրում, այդ 7 տարին մի օրվա պես անցավ։ Եվ եկավ ժամանակը, որ ինքը պետք է իր սիրած աղջկա հետ ամուսնանար, խաբողին ավելի մեծ խաբող հանդիպեց, Լաբանը վերցրեց Լիային տվեց, որովհետև Լիան մեծն էր և ինքը ասեց, մեր մոտ Էձևի բան չկա, որ փոքրը մեծից շուտ ամուսնանա, իր այդ ամուսնացի, խելոք կպահեց Ռաքելի հետ էլ կամուսնանաց, 7 տարի էլ հետո աշխատեց դրա համար, բայց ամենասիրելին էր, ամենասիրելի կնոջից ծնված առաջնեկն էր Հովսեփը և ասեմ ձեզ, որ բավականին ուշ ծնված առաջնեկը, շատ սպասված որդին էր, որովհետև Լիան վրա ծնում էր, հետո երբ որ մի պահ էլ դադարեց ծննդաբերելուց իր աղախնուն տվեց, աղախինը սկսեց ծննդաբերել Հակոբից, հետո Էձև արդեն ահագին կեսից ավելի ծնված էին, որ նոր Ռաքելը ունեցավ Հովսեփին, այսինքն շատ սպասված էր, և Ռաքելը շատ նախանձավոր էր, ասում էր ինձ որդի տուր, թե չէ կմեռնեմ ես։ Հակոբն ասում էր, ես Աստված չեմ, որ քեզ որդի տամ, որ փագել է քո արգանդը, ես ինչ անեմ, ու Ռաքելը աղաղակեց տիրոջը, Հովսեփը գերբնական որդի էր, որովհետև բնականից չէին ունեցել, Հովսեփը աղաղակից ծնված զավակ էր։ Տեսնում եք ինչքան ճոխ մեկն էր Հովսեփը, չէ՞։ Էձևի դեպքերում, երբ որ մարդիկ զավակ չեն ունենում, պատճառը նա չի, որ Աստված չի սիրում Ռաքելին։ Ուղղակի Լեան չսիրված էր, Լիային Աստված տալիս էր առատության, բայց Ռաքելը շատ սիրված էր, երևի Աստված կոմպենսացնում էր, որ Հակոբը Լիայի վրա էլ ուշադրություն դարձնի, և մենամարտություն կար իրանց մեջ։ Լիան անընդհատ իր տղաների անունը դնում էր ընենց բաներ, որ հաղթեցի, էլի պիտի հաղթեմ, այսպես, Ռաքելը չուներ։ Եվ ծնվեց Հովսեփը, որը դարձավ հետո Ռաքելը մահացավ, և Հովսեփի սերը Ռաքելի նկատմամբ դրսևորվում էր Հովսեփի վրա։ Երևի Ռաքելին էլ նմանություն ուներ, Հովսեփը դրանով ավելի սիրելին էր, և հայրը չէր թաքցնում, որ բոլորից շատ եմ սիրում Հովսեփին։ Եվ գիտեք, որ սա բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում նախանց։ Եվ եղբայրները այդ բացահայտ սիրուց խփվում էին և նախանձում էին և չարությամբ էին լցվում Հովսեփի նկատմամբ։ Հովսեփը շատ կներեք, էլի կարող է մի քիչ սենց չափից դուրս մեծ կոմպլիմենտ անեմ լոռեցիներին, չնայած այդքան էլ չեմ համաձայն, բայց ամեն դեպքում այդ ձևի խոսքը ասում են լոռեցիք միամիտ են։ Դե ասում են հիմա։ Բայց իրականում այդքան էլ միամիտ չեն։
ինչքան կարծվում է, որ միամիտ է։ Ինչ էի ասում, Հովսեփը լորեցու պես էր։ Միամիտ, պարս, զուլալ, երեխա 17 տարեկան էր, բայց երեխու պես էր։ Ոչ նկատում էր, կարող է նկատում էր, չգիտեմ, բայց հատուկ նշված չի, որ Հովսեփը դա վատ էր տանում, որ եղբայրները իրան ատում էին։ Չէին սիրում, նախանձում էին, բայց Հովսեփի հեչ պետք չէր։ Ինքը ոնց ապրում էր, նենց ապրում էր։ Ինքը գնում էր հորը խաբար էր տալիս։ Նրանք ավելի էին կատաղում, բայց ինքը էլի հորը խաբար էր տալիս։ Իրան նախանձում էին, չէին կարում տանեն, այդ քիչ էր, որ ասում է գործերս քիչ էր վատ, այս հարևանս էլ ավտո առավ։ Հիմա մի հատ էլ բան, բազմագույն պատմուճան հայրը կարել տվեց, որ սենց հատուկ ամեն տեղից երևա։ Ու դա այդ եղբայրների մնացած 11 աչքերի մեջ փուշ էր, էլի, չէին կարում տենային այդ բազմագույն պատմուճանը, որը արտոնյալի, սիրելի, լյուբիմչիկի այդ բանն էր, ներկայացումն էր։ Եվ կարևոր չի իրանք, ատում էին, չէին ատում, նեղվում էին, չէին նեղվում, Հովսեփը հագնում էր այդ բազմագույն պատմուճանը, իրա հեչ պետք չէր, ինչ էին ապրում եղբայրները։ Հիմա որ ես քարոզում եմ այս մասին, անկեղծ եմ ասում, չգիտեմ, ճիշտ էր անում ինքը, ճիշտ չէր անում, պետք էր այդ ձև աներ, պետք չի, բայց այն ինչ որ անկեղծ է, այն ինչ որ պարզ է, դա ճիշտ է։ Այն ինչ որ միամիտ այրեք մենք սերտողության մեջ էլ նայեցինք այդ պահը, որ երբ որ դու միամիտ ես անգամ, երբ որ սխալվում ես, երբ որ պարզ ես, դիտավորություն չկա մեջդ, այդ նորմալ է, այդ ավելի լավ է կանցնել դիտավորությունով։ Ինչ որ բանը, հիմա Հովսեփը այդ ձև էր, ինչ կար այդ էր եւ վայելում էր։ Եվ վայելում էր հորսերը։ Այս ամբողջը արդեն բավականին լուրջ խնդրեմ էր եղբայրների հետ, ճիշտ է։ Բայց հետո ամենալուրջը սկսվեց այն ժամանակ, երբ որ Աստված սկսեց երազներ ցույց տալ Հովսեփին։ Հովսեփը մի օր զարթնեց, հագավ այդ իր սիրած պատմուճանը, եկավ, սաղ նստած էին սեղանի, ասեց իմացաք ինչ էր աստեսա։ Ուրեմն մենք հնձում էինք, այդ խուրձեր էինք կապում, իմ խուրձը բարձրացավ կանգնեց բարձր, ձեր բոլորի խուրձերը խոնարհվեցին իմ խուրձի առաջ։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, եթե դուք ելնեիք այն 11-ի տեղը, ինչ կանեիք։ Դելիք որ ոնց կտանեիք։ Եվ ինչ։ Չէ, Հովսեփը չէ, Հովսեփը լավ, 11-ից մեկն ելնեիր, ինչ կանեիր։ Ահա։ Ու որոշ ժամանակ անց երկրորդ երազը տեսավ Հովսեփը։ Այս անգամ ամենավերջն էր, սա, որովհետև արեգակը, լուսինը ու 11 աստղերը պտտվում էին իր շուրջը ու իրան երկրպագում էին։ Այն աշճանի երևի աղբերներ ասեցին, պապ, հիմա քեզ էլ արավ այդ գործը։ Դες զգում ես հիմա մենք ինչ էինք զգում, դու էլ պետք է երկրպագես։ Եվ Հակոբ ասում է, ոնց տղա ջան, ես ու մամատ էլ քեզ պետք է երկրպագենք։ Գրածա, որ ավելի ատեցին, բայց Հակոբի մասին գրածա, որ բայց Հակոբը սա իր սրտի մեջ պահեց։ Սա մեր Հովսեփն է, փառավոր, օրիգինալ, մեծ Պետրոս առաքյալի երկրորդ նամակի առաջի գլուխ երրորդ խոսքը Հովսեփն է։ Աստված մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց եւ մեզ տվեց ամենամեծ եւ պատվական խոստումները։ Սիրելիներ, հիմա ուզում եմ ձեզ հարց տամ։ Ինձ մեկ պատասխանի, մտածեք ձեր մեջ, դուք ուզեիք Հովսեփը լինեք թե 11-ից մեկը։ Ինձ մեկ պատասխանի, ուղղակի մտածեք։ Մի անգամ ես գնացի միտեղ քարոզելու եւ հարց տվեցի։ Կան մարդիկ մեր մեջ, ովքեր Դավիթին շատ են սիրում։ Սա դալիճը ձեր բարձրացրեց։ Ասացի կան մարդիկ, ովքեր կուզենային Դավիթ լինեին։ Էլի ձեր բարձրացեցին։ Ասի հույս ունեմ, որ պատգամի վերջում էլի ձեր ձեռքերը վերևում կլինեն։
եւ պատմեցի Դավիթի կյանքը եւ այն ճանապարհները, որով Դավիթը անցավ, որովհետեւ դա դժվար, դաժան, ծանր ճանապարհներ էին։ Վերջում հարցրեցի ովքեր կուզեն Դավիթը լեն, շատ ձեռքեր չբարձրացան։ Տողատակերը նա է, որ մենք Աստծո ասածները մեր եսի, մեր փառքի, մեր ուզածի ձևով ենք հասկանում։ Բայց Աստված բոլորովին էլ դա չի ասում, Աստված ուրիշ բան է ասում։ Հովսեփը, որ այդքան մեծ փառքի մեջ էր, 17 տարեկանում, այդքան մեծ երազներ եւ խոստումներ ուներ, որին նախանձում էին եւ ատում էին իր եղբայրները, որի վրա զարմացած էր իր հայրը, ճանապարհ պետք է անցներ։ Եվ հետո արդեն պետք է վերաիմաստավորվեին նրա տեսած երազները։ Պետք է փոխվեր Հովսեփը եւ դառնար ուրիշ մարդ։ Մինչեւ որ կկատարվեր Աստծո տված այդ մեծ եւ պատվական խոստումները, Աստված պետք է դարձներ նրան բոլորովին ուրիշ մարդ։ Եվ սա, սիրելիներս, հիշեք, սա սկզբունքը, սա կանոնը, սա օրենքը, Աստված միշտ է ձև անում, միշտ։ Մի հատ պարզ օրինակ ասեմ, ձեզ համար ավելի հասկանալի կդառնա։ Հիշում եք, որ Սավուղի հոր էշերը կորել էին։ Եվ հայրը ուղարկեց Սավուղին, ասեց գնացեք էշերը գտեք։ Եվ իրանք գնացին, անցան ահագին սահմաններ, բավականին հեռու գնացին էշերը չգտան, եւ իր այդ զինակի ծառան ասեց, «Ստեղ բան է, մարգարեք, արի գնանք մոտը, ինքը կասի էշերի տեղը»։ Եվ գնացին, այդ ժամանակն էր, որ Իսրայելը թագավոր էր ուզել, եւ Աստված Սամուելին ասել էր, «Ես քեզ կասեմ, կուղարկեմ քեզ»։ Եվ Սավուղին է ուղարկում Սամուելի մոտ, եւ Սամուելին ասում է, թե Սավուղի հետ ոնց վարվի, ինչ անի։ Ես չեմ ուզում կարդամ, երկար կտևի, Սավուղը ճանապարհելուց առաջ Սամուելը Սավուղին առանձնացնում է, սրվակով յուղը լցնում է գլխին եւ ասում է Տերը քեզ թագավորոծեց եւ ասում է սպասի ասեմ թե քեզ հետ ինչեր կլինի։ Եվ ասում է կգնաս, քեզ երկու մարդ կհանդիպեն, որ գնում են երկրպագության, քեզ երկու հատ հաց կտան վերցրու, հետո գնաս մարգարեների կհանդիպես, ասողքին կգա քո վրա, դու էլ կմարգարյանաս եւ այլն եւ այլն։ Եվ ասում է այս բաները որ քո հետ կատարվեն, դու ուրիշ մարդ կդառնաս։ Տեսեք թագավոր աղոծված, բայց Սավուղը ոչինչ չպետք է աներ, մինչև որ այդ բաները կատարվեին եւ ամենակարևորը կատարվեր են, որ Աստված ասել էր դու ուրիշ մարդ կդառնաս։ Երբ որ դու ուրիշ մարդ դառնաս, այն ժամանակ ինչ որ ձեռիցդ գալիս է արա, որովհետեւ Աստված քեզ հետ է։ Սա է հիմնական սկզբունքը, որ Աստված այդ խոստումները չի տալիս, որ մենք անենք, Աստված այդ խոստումները տալիս է, որ մենք թույլ տանք, որ նա մեզ փոխի։ Որպեսզի նրանցով մենք աստվածային բնությանը հաղորդակից լինենք, նմանվենք նրան, որպեսզի Քրիստոսին բերի մեր մեջ, որի միջոցով պիտի կատարի իր խոստումները։ Ես ես մի հատ տեղ ասեմ շատ սիրուն տեղ է։ Աբրահամը Աստծուն հարցրեց որերորդ անգամ ասեց դու ինձ ասեցիր որ ես զավակ ունենամ, որ սենց որ նենց, բայց ուր է հիմա։ Իմ ծառան է, իմ տան ժառանգորդը։ Եվ Աստված ասեց հաստատեց իր խոստումը նորից։ Աբրահամը 25 տարի սպասեց այդ խոստումներին, հաստատեց, ասեց ոնց իմանամ որ դա կլինի, Աստված ասեց արի ուխտ անենք իրար հետ, որ դու վստահ լինես որ կլինի։ Ովքեր կարդացել են գիտեն, Աբրահամը այդ անասուններին ուխտի մորթեց, կես արավ, կեսը իրար դեմ դրեց, թռչունները նորից իրար հետ կիսեց դրեց իրար։ Սա ուխտի կանոնն էր։ Ուխտի մեջ մտնող մարդիկ իրար հավասար զոհ են անում։ Եվ Աբրահամը թվում է թե միայն ինքն էր անում այդ զոհը, որովհետև ինքը իր անասունները մորթեց, չնայած դրանք Աստծուց տրված անասուններ են, բայց ինքը արեց դա, Աստված թվում է թե բան չարեց։ Եվ ուխտը որն էր, պետք է իրանք երկուսով անցնեին այդ կիսած զոհերի արանքով։ Եվ դա ուխտը պետք է հաստատեր։
Եվ Աստված չեկավ այդ ուխտին, քանի դեռ ցերեկ էր։ Գիշատիչ թռչուններ էին հարձակվում, որ ուխտը պղծեն, ոնց որ այսօր լսեցիք բացման խոսքի մեջ, բայց Աբրահամը քշում էր իրանց, քշեց, մինչև որ մութը ընկավ։ Եվ Աբրահամը հոգնեց, եւ նրա վրա քուն եկավ, եւ Աբրահամը քնեց։ Աստված սպասում էր, որ Աբրահամը քնի։ Կարծում եք Աստված ուշացավ։ Չէ, Աստված չի ուշանում։ Սպասեց մինչև Աբրահամը քնի։ Երբ որ Աբրահամը քնեց, այդ զոհի կենդանիների արանքով ջահ վառված եւ մխացող, չեմ հիշում ինչ էր, անցան։ Աբրահամը չկար այդ ուխտի մեջ։ Աստված այդ ուխտը արեց Քրիստոսի հետ։ Սա է անում ինքը միշտ։ Մինչև որ այդ խոստումները կատարվեն, նա մեզ պիտի փոխի։ Այդ խոստումները մեզ համոզում են, որ մենք շարունակենք գնալ իր հետևից։ Մենք անցնում ենք հերթական դժվարությունը, տառապանքը, ցավը, եւ ինչն է մեզ ուշ տալիս։ Մենք հայ պատրաստ ենք թևները սիչացնենք, բայց հանկարծ հիշում ենք, որ չէ, ես խոստում ունեմ։ Աստծո մարդկանցից մեկը, որին Աստված օգտագործել էր շատ ուժեղ ձևով, հիվանդացավ ռակով։ Եվ իրանք պայքարում էին դրա դեմ, բայց իրանց ուժ էր պետք, որ կանգնեին, եւ հանկարծ ամուսիններով, չգիտեմ, կինը ասեց ամուսնուն, թե ամուսինը ասեց կնոջը, ասեց արելա հիշենք, կա խոստում, որ չի կատարվել։ Եվ հանկարծ հիշեցին, որ խոստում կա, որ ինքը պետքա մարաթոնյան վազքի մասնակցի։ Եվ իրանք այդ խոստումի վրա կանգնեցին եւ բժշկվեց այդ անձնավորությունը եւ մարաթոնյան վազքին ոչ մենակ մասնակցեց, այլ հաղթեց մարաթոնյան վազքը։ Խոստումները մեզ շարունակում են մղել, որ մենք չհանձնվենք, որ մենք գնանք, որ շարունակենք այդ ընթացքը, որ Աստված դեռևս հնարավորություն ունենա, պատխոդ ունենա մեզ, որ կարողանանք, որ չմերժենք իրան։ Մենք էգոիստ ենք, մենք շահի մարդիկ ենք, բայց Աստծո մեծությունը նրա մեջ է, որ ինքը կարողանում է այդ շահը օգտագործի իր փառքի եւ մեր բարօրության համար։ Ինքը կարողանում է դա անի։ Սիրի ընկերոջ հետ քո անձի պես։ Աստված օգտագործում է մեր էգոիզմը, որով որ մենք մեզ շատ ենք սիրում, հավանում, ասում է, ես գիտեմ, որ դու այդպեսին ես, իրան էլ այդպես սիրի։ Սրանք զարմանալի բաներ են, որ Տերը անում է մեզ հետ։ Հանկարծ հիշացնում է, դու պատրաստ ես ընկնելու, բայց նա ասում է, խոստում ունես։ Եվ դու կանչում ես նրան, ասում ես, Տեր, ես նորից եմ կանգնում։ Եվ դա է իրան պետք, որ մի հատ էլ այդ զուբիլի հարված խփի մեր եսին, մեր մեղավոր բնույթին, մեր էությանը, որ պոկի, որ պակասացնի մեզանից մեզ, որ դարձնի ուրիշ մարդ, այդ ուրիշ մարդը Քրիստոսն է, որ մեր մեջ սկսի բացահայտել իր որդուն, որտեվ դա է Աստծո փառքը, որ շատ ներողություն իմ համար եմ ասում, հանձինս ինձ աղբանոցի մատերիալից վերցնի եւ ստանա ամենագեղեցիկ եւ սքանչելի կերպարը, որ տիեզերքը երբևից է ճանաչել է Հիսուս Քրիստոսը, Հայր Աստծո սիրելի որդին, միածինը, որին սիրում է ամեն բանից առավել, բայց այստեղ է առեղծվածը, գիտեք որտեղ է առեղծվածը, որ Աստված այն 11-ին էլ է սիրում, Հովսեփի եղբայրներին էլ է սիրում, եւ նեն չի որ Հովսեփի վրեժը լուծում է, այդ մենք ենք ասում Տեր իմ վրեժը դու լուծի, բայց Աստված չի լուծում վրեժ, Աստված նրանց էլ է ուզում նմանացնի Քրիստոսին, եւ նրանք զարմանալի բան են անում. Իրանց ատելությունը զարմանալի է, չէ՞ Տերը, ատելությունը անգամ չարությունը կարող է օգտագործի իր փառքի համար եւ հենց այդ ատողների ապաշխարության եւ նորից Քրիստոսակերպման համար։ Եթե դու Հովսեփ ես, քո մեծագույն զորությունը, քո մեծագույն արտոնությունը եւ պատիվը քեզ չարչարողներին, հալածողներին, տառապանք պատճառողներին ծառայելն է լինելու։ Սա Քրիստոսի արած գործն է։ Ամենամեծ
բանը, որ ինքը կարար աներ, իրան խաչողներին փրկության պատճառ եղավ։ Հովսեփը Քրիստոսի խորհրդապատկերն է։ Հիմա շատ ավելի սիրուն մի բան նայենք։ Հովսեփին ով է ուղարկում եղբայրների մոտ։ Տեսակ Քրիստոսին։ Հիսուսին ով ուղարկեց այստեղ։ Ի տարբերություն այս հայրը չգիտի ինչի համար է ուղարկում, բայց այն հայրը լավ գիտեր ինչի համար է ուղարկում։ Հովսեփը գալիս է այնտեղ, որտեղ որ եղբայրները պետք է լինեին եւ սկսում է փնտրել, չկան եղբայրները։ Ով է եղբայրների տեղը հայտնում։ Գրած է մի մարդ գտավ նրան։ Ոչ թե ինքը հանդիպեց ինչ-որ մեկին, այլ մի մարդ գտավ նրան։ Գիտեք այդ ով էր։ Այդ հրեշտակ էր։ Եվ ասեց, ում ես փնտրում, ասեց իմ եղբայրներին այստեղ պետք է լինեին։ Եվ հրեշտակ ասեց, ես լսեցի, որ իրանք ասեցին, եկեք գնանք Դոթային։ Դուք կարծում եք դա սովորական մարդու խոսքեր են։ Չէ, դա հրեշտակ է։ Հիսուսին ով էր զորացնում, որ գնար խաչվելու։ Գեթսեմանում հրեշտակը եկավ, զորացրեց իրան, որ շարունակի, որ գնա անելու այն ինչի համար հայրը ուղարկել է իրան։ Եվ Հովսեփը գնում է Դոթայիմ եւ գտնում է իր եղբայրներին, եւ երբ որ ինքը դեռևս հեռու է, եղբայրները տեսնում են նրան եւ ինչ են ասում։ Ասում են հեսա եկավ երազներ տեսնողը։ Նմանա Քրիստոսին, այգու բանվորները ասեցին, սա որդին է, եկեք սպանենք իրան, եւ այգին մերը կլինի։ Շատ զարմանալի է Տիրոջ գործը։ Դու աղաղակում ես, ես աղաղակում եմ իմ կյանքի տառապանքների են խավարի մեջ, որտեղ որ թվում է թե Աստված չկա, թողել է քեզ, Աստված մոռացել է քեզ, դու լքված ես, դու հանձնված ես բախտի քմահաճույքին, դու քեզ զգում ես գետը ընկած փայտի մի հատ տաշեղ եւ մտածում ես, էսա էս քարին կխփվես, էսա այն քարին կխփվես եւ քեզանից էլ բան չի մնա եւ քեզ մի բան ասեմ, ախր դու ճիշտ ես։ Նպատակը հենց դա է, որ քեզանից բան չմնա, սա է նպատակը։ Աստված դրան է մեզ տանում։ Աստված մեզ տանում է խավարի մեջ։ Երեմիան ասում է, լույսի էինք սպասում, բայց խավար եկավ։ Ինչի, որովհետև ոչ ոք ավելի լավ չի կարող այդ գործը անի, քան խավարը։ Հակոբը երբ էր մարտնչում Տիրոջ հետ։ Ինքը չգիտեր, որ այդ Տերն է։ Երբ որ խավար էր։ Մենք էլ ենք այդ ձև, մենք էլ ենք մարտնչում, մենք կռվում ենք իր հետ, մենք մեր իրա տված խոստումները շարում ենք իր դեմքի առաջ եւ ասում ենք, բայց դու ասել էիր ինձ։ Այո, ինքը ասել է, եւ հիմա էլ ասում, պրոստը մենք ճիշտ չենք հասկացել։ Եվ ասում է, եկեք սպանենք հիմա այս երազ տեսնողին։ Եվ տեսնենք, թե դրա երազները ոնց պետք է կատարվեն։ Եվ եղբայրները Հովսեփից հանում են նրա գույնզգույն պատմուճանը եւ պատռում են։ Միակ տարբերությունը Քրիստոսի հետ մինչև այս պահը նայա, որ պատռում են։ Դա է ճանապարհը։ Հովսեփի պարծանքը, Հովսեփի ամենքից տարբեր լինելը, ամենքից սիրված լինելը, հոր ուշադրության կենտրոնում, հոր ամենասրտի կտորը խորհրդանշող այդ պատմուճանն էր։ Եվ հանում են իր հագից դա, եւ պատառոտում են։ Գիտեք, երբ որ Աստված թույլ է տալիս, որ մենք անցնենք այդ տառապանքի ձորերով, արտասված հովիտներով,
մեր բանականությունը մեզ սկսում է դավաճանել։ Եվ մենք մտածում ենք ոնց։ Մեզ թվում է թե մաքսիմալը դա էր, որ այդ հանդերձը հանեն ու պատրեն։ Մեզ թվում է թե դա էր մաքսիմալը, բայց իրականում հետո ասում ենք երանի թե դրանով վերջացած լիներ։ Որտեւ այդտեղ չի կանգնում։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը խաչի մասին է։ Հիշում եք ինչ ասավ Պիղատոսը։ Ծեծեմ, բաց թողեմ։ Բայց չէ, այդտեղ պետքա չկանգներ, որովհետև այդ ձևեր որոշված, այդպես պիտի լիներ, այդ դրանով պիտի անցներ։ Քրիստոսի խաչի մոտ նրա հանդերձները հանեցին եւ ճղեցին, իրար մեջ բաժանեցին, բայց պատմուճանը չճղեցին, որովհետև առանց կարի էր պատմուճանը։ Ինչի, որովհետև քահանայական էր դա։ Եվ երբ որ մենք կարդում ենք անառակ որդու պատմությունը, երբ որ որդին վերադառնում է, այնտեղ մի փոքր խոսք է գրած, շատ սիրուն է։ Այդտեղ ինքը այդքան իմաստ չունի կարծես թե, բայց երբ որ նայում ենք այս կոնտեքստի մեջ, երբ որ հայր ասում է հանեք առաջի պատմուճանը։ Մեզ թվում է թե այդ հանեք առաջի պատմուճանը վերաբերում է Գարձիրոպին, որ դա Գարձիրոպում կախված էր, չէ, դա Քրիստոսի հագին էր։ Առաջի պատմուճանը միացին որդուն էր պատկանում, որի վրայից հանեցին խաչի մոտ։ Ոնց որ Հովսեփի վրայից հանեցին։ Հետո Հովսեփին գցեցին փոսը։ Եվ նստեցին հաց ուտելու։ Հետ եղել է, որ դու մտածես, տենաս մենակ իմ նկատմամբ պատերը այսքան դաժան, թե էլի մարդ կա։ Հետ եղել է, որ Հովանես Մկրտչին հասկանաս։ Չնայած շատ դաժան է վարվում Հովանես Մկրտիչը, երբ որ ասում է գնացեք ասեք իրան, դու նայիր, որ պետք է գայր, թե ուրիշի սպասել։ Ախր Հովանես Մկրտիչը այսքան կասկած չուներ, որ նա ինքն է։ Ինչ էր անում ինքը։ Հիսուսի սրտին էլեկտրաշոկ էր տալիս, ուզում էր գիտակցության բերի, ուզում էր հասկացնի, որ մենք ախր ծնունդով, ծնունդից էլ առաջ կապված ենք իրար հետ, ու դու այսօր ինձ թողել ես, ինձ անտեսել ես, ես ծաղրանքի առարկա եմ, դու չես հիշում, միա չես գալիս այցելես ինձ, չես գալիս զորացնես ինձ, դու նայիր, որ պետք է գայիր, ուզում ասի, ես քեզանից հիասթափված եմ Հիսուս։ Եթե մենք չենք անցել տառապանքի ձորերով, ոնց որ Երեմիան է ասում, մի հատ անուշ եղբայր ունենք, ինքը կա հիմա էլ, իր անազգանունը Սամ Եղնազար։ Մի անգամ Վանաձորում էինք, դեռ եկել էր Վանաձոր քարոզելու, իր քարոզները ունիկալ են։ Ինքը կանգնեց ամբյոնի մոտ, սկսեց, ասեց, այսօրվա այն պատգամը, որ պիտի տամ, վերնագիրը սա է, լեռան փառաբանքը և ձորի տառապանքը։ Եվ սկսեց խոսել, կամ էլ թե չէ չեմ էլ լսել լեռան փառաբանքը, չեմ էլ հիշում, սկսեց խոսել ձորի տառապանքի մասին։ Ինքը ասում է, երբ որ Աստված սկսում է քեզ իջացնել այդ տառապանքի ձորերի մեջ, խավարա, և դու մի հատ մոմ ճրակ ունես քո ձեռին, և իջնում է ժայռեր են, ոչ մի հույս մխիթարություն, ոչ մի բան չկա։ Եթե դու քո այդ ձեռքի լույսը մոտեցնես ժայռին, լուսավորես, հանկարծ ժայռի վրա կտենաս գրվածք, ու եթե ուշադիր լինես ու կարդաս, այնտեղ կկարդաս, ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանով։ Եվ տակը մակագրված Երեմիա մարգարե։ Ու քեզ կթվա, որ դա վերջն է, բայց չէ, հանկարծ կտեսնես, որ ճանապարհը շարունակում է իջնել, եւ եթե գնաս այդ ճանապարհով շարունակես ներքև իջնել, մի քիչ ավելի ուշ մոտենաս այդ ժայռերին եւ լուսավորես,
դու կկարդաս այնտեղ ահա նա ինձ սպանում է, բայց ես դարձյալ նրան պիտի հուսամ հոբ տառապած։ Եվ կմտածես, որ սա իսկապես վերջն է, սրանից ցածր չի եղել, բայց կտեսնես, որ ճանապարհը շարունակում է իջնել, եւ եթե համարձակություն ունենաս իջնելու ամենախորը, հասնես ամենավերջին, որտեղից էլենկոմ տեղ չկա, եւ լուսավորես, ժայռի վրա գրած կկարդաս Էլի, Էլի, լամա սաբակթանի, Հիսուս Քրիստոս։ Սա է ճանապարհը, սա է Աստծո ուզածը, որովհետև դրան մեջ է Քրիստոսի պատկերի ամբողջականությունը, որովհետև Քրիստոսն էլ, որ կատարյալ էր գրած, իր չարչարանքներից կատարյալ եղավ, հնազանդություն սովորեց, կատարյալ եղավ իր չարչարանքներից, ապշելու բանը։ Հիմա շատ բաներ սկսում է վերաիմաստավորվել ինձ համար։ Եզեկիել 47-րդ գլխի մեջ ասում է, որ Աստված ինձ տաճարը ցույց տվեց եւ այդ տաճարի արևելյան դարպասից գետ էր գնում։ Կարդացել եք Եզեկիելի տաճարի գետերի մասին։ Եվ մի մարդ կար, որ լար ուներ։ Եվ այդ մարդը այդ լարով 1000 կանգուն չափեց եւ ինձ անցկացրեց ջրերով, ջրերը մինչև գարշապարերս էին։ Հետո 1000 կանգուն էլ չափեց, անցկացրեց ջրերով, ջրերը մինչև ծնկներս էին։ Հետո 1000 կանգուն էլ չափեց եւ ինձ անցկացրեց ջրերով, ջրերը մինչև մեջքս էին։ Եվ այդտեղ չի կանգնում, ասում է, եւ 1000 կանգուն էլ չափեց եւ ինձ ջրերով անցկացրեց եւ այլևս քայլելու տեղ չկար, որովհետեւ ջրերը հորդել էին, ծածկում էին։ Կարծում եք ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ եթե դու շարունակես հետևել Աստծուն, դու քեզ մի օր կկորցնես այդ ջրերի մեջ։ Դու էլ չես լինի։ Տեսակ իմաստը։ Դու կամաց ոչնչանում ես, մնում է գետը եւ գլուխը, որը Քրիստոսն է։ Էլ ոնց պետք է ասի Աստված։ Նրա ուզածը սա է, որ մենք թույլ տանք, որ նա իր զարմանալի տարօրինակ գործը անի մեր կյանքերի մեջ, եւ մենք Քրիստոսի պատկերը գնալով ավելի ու ավելի շատ վերցնենք մեր վրա։ Սիրելիս, մեզ համար վճարված չի մեր արժեքը, որտեվ ինչ արժենք մենք, ինչ արժե մի բան, որը աղբանոց են նետում։ Նա այն Աստվածն է, որ վերևից իջնում է, որ աղբանոցից վերցնի մեկին, նստացնի իր ժողովրդի իշխանների հետ, եւ դա մեզ թվում է, թե իշխանների հետ նստացնելը այդ վերջն է, իրականում էլ վերջն է, բայց այդ իշխանները Քրիստոսի պատկերով մարդիկ են։ Եվ որպեսզի մեզ նստացնի, ինքը պետք է այդ դեն գծվածից ստանա Քրիստոսը, որովհետև նրան ամենակ հավանում։ Ամեն։ Հիսուսը ասում է, սերմը, որ ընկնում է հողի մեջ, եթե չի մեռնում, պտուղ չի տալիս, մենակ է մնում, բայց երբ որ մեռնում է, շատ պտուղ է տալիս։ Ես այն անգամ ասեցի, որ դա մենակ Հիսուսին չէր վերաբերվում, դա վերաբերվում էր սերմին, դա վերաբերվում է մեզ։ Ամեն։ Հովհաննես 15:8-ի մեջ գրված է, Տեր ասում է, սրանով իմ հայրը փառավորվում է, որ դու գնաք եւ շատ պտուղ բերեք։ Գիտեք ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու մինչև վերջ 100%-անոց
մահը կապրես, որպեսի շատ պտուղ բերես, պետք է իդեալական մահ ապրես։ Որ ասմա, Տեր ասմա, որովհետև ես մասին խոսեցի, ձեր սրտերը տրտմություն եկավ։ Բայց ես ձեզ նորից պիտի տեսնեմ և ձեր սրտերը պիտի ուրախանան և ձեր ուրախությունը մեկը չի վերցնի։ Ամենադժվարը է դա, որտեղ դրանից հետո հարությունն է գալիս ելներ։ Դրանից հետո ասմա թագավորները ոտքի կկանգնենք և այլն և այլն։ Չգիտեմ դա մեզ ինչքանով պետք կլինի, բայց ամեն դեպքում դա կա։ Մի միտք էլ ասեմ և մենք այսօր հավարտենք։ Հովսեփի համար փոսում գտնվելու ժամանակ ամենա բարի խոսքը, որ ինքը լսեց, սա էր, ծախենք իրան։ Ծախենք իրան։ Ասում եմ, եթե այս նույն բանը ելներ ուրիշ ազգի հետ, կսպանեին Հովսեփին, բայց հրեաները շատ են սիրում փող։ Վերջը հրեականությունը հաղթեց իրանց, և իրանք ասեցին, ախր սպանենք օգուտ չենք ունենալու, բերեք ծախենք գոյնե մի բան կունենանք։ Իհարկե կատակ եմ անում։ Բայց ասեցին, եկեք ծախենք իրան։ Հիսուսին էլ չէ ծախեցին։ Ինչ էր կատարվում Հովսեփի հետ։ Փառքի գագաթից իջել էր գետնին հավասարել չէր, փոսն էր։ Փոսում էր ինքը։ Այդ փառքը ուր էր մնացել, չկար։ Ինչ էր մնացել այդ փառքից, մոխիր էր մնացել, մոխիր, որովհետև դա մարդունն էր, հոր կողմից սիրված, ուշադրության կենտրոնում, բազմագույն պատմուճանով, ամեն բան իր շուրջն ապտտվում, և ինքն էլ այդ ձև էր տեսնում, այդ ձև էր մտածում, մի հատ գաղտնիք էլ ասեմ, սիրելիներ, բայց չասեք այն 11-ին։ Իրականում այդ 11-ն էին, որ Հովսեփին դարձրեցին Եգիպտոսի երկրորդ մարդը։ Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր որ մեզ տանում են մոխրացման։ Մենք չենք հասկանում։ Ոնց որ Պետրոսին Տերը ասում է, այն ինչ որ ես հիմա անում եմ քեզ հետ, դու չես հասկանում, հետո կհասկանաս։ Կվստահենք արդյոք իրեն։ Կշարունակենք արդյոք հավատալ։ Կշարունակենք արդյոք հետևել։ Սա է որոշիչը։ Աստված ամեն ինչ կանի։ Ամեն ինչ կանի, որ այն ինչը նախասահմանել է, այն ինչ որ իր սրտին կպնում է, դա իրականացնի մեզ համար, և դա ասում եմ ձեզ, պատկերացնում եք, որ մեր միտքը շատ փոքր է հասկանալու, թե Աստված այդ բարի գործակից ասածը ինչ է պատկերացնում, բայց ես ձեզ ասեմ, դա միանշանակ Քրիստոսի պատկերն է, ուրիշ ոչ մի բան։ Եվ ինչ էլ որ ելնում է մեզ հետ, տանելու է դրան, շարունակաբար։ Մի բան էլ ասեմ ու վերջ։ Շարունակության մեջ գրած է, ծախեցին, նրանք էլ տարան պետապրեսին ծախեցին, և Հովսեփը ընկավ պետապրեսի տուն, և գրված է, և Տերը նրա հետ էր։ Շուտ եք ամեն ասեմ։ Ձեզ մի բան ասեմ, այդ մահվան ամբողջ ճանապարհի երկարությամբ մեկը, որ կուղեկցի մեզ միշտ և կտանի միշտ այդ կողմ։ Սամարիայի գյուղերը փակվեցին Հիսուսի համար և սամարացիները ասում էին, ասեն կրակ իջնի սրանց վարի, և Հիսուս ասում էր, դուք չգիտեք
ինչ օգուտ եք։ Դուք չեք հասկանում ինչա կատարվում։ Եվ այլակերպության լեռան վրա Մովսեսն ու Եղիան եկել էին Հիսուսի եւ ասում էին, թե ոնց պետքա փառավորի Աստծուն իր մահանալով։ Աստված միշտ տանում էր իրան այդ ուղղությամբ։ Երբ որ ինքը ուզում էր մի քիչ ուրիշ կողմ գնա, փակվում էր այդ ճանապարհները։ Միշտ այդ ուղղությամբ, միշտ այդ ուղղությամբ, միշտ այդ ուղղությամբ։ 8 ամիս տևեց մեր զավակի հիվանդության բացահայտումից մինչև մահ, 8 ամիս։ 8 ամսվա մեջ նրա մտերմությունը եղել է շոշափելի մեզ հետ, մեր տան մեջ։ Շոշափելի։ Նա պատասխանել է բոլոր իմ աղոթքներին, բացի բժշկությունից։ Նա հարություն է տվել իմ որդուն, երբ որ արդեն մոտ կես ժամ մահացած էր ինքը։ Որտեղ ես ասել եմ Տեր, մենք պայմանավորվել ենք, դու կգաս իր հետևից, բայց ոչ այս ձև ճիշտ չի։ Դու պատվով կտանես իրան, սա պատիվ չի, որ ինքը խեղդվում է հիմա, պետք չի այս ձև։ Հետ բեր իրան, Տերը հետ է բերել։ Երբ որ ինքը խեղդվում էր եւ չէր կարողանում իր թուքը կուլ տալ, գնացել եմ, ասել եմ Տեր, ճիշտ չի, որ սենց լինի, հեռացրու այդ արգելքը, եւ ինքը սկսել է հանգիստ չնչել։ Տերը նրա հետ չի նշանակում, որ ինքը եկել է վերջապես, որ մեզ հանի այդ ճանապարհից, չէ, նա եկել է ուղեկցի մեզ, մինչև վստահ լինի, որ մենք խաչի վրա ենք, ամուր մեղված, եւ մեզ միակ բանը, որ սպասում է, դա մահն է։ Գիտեք, Եսայա 53-ը, երբ որ կարդա գրած է, երբ որ մեռավ, նրա բաժինը հարուստի հետ է խաղ։ Ամենադժվարը մինչև մահն է։ Մահից հետո գալիս է փառքը։ Գիտեք, բայց մենք էլ այդտեղ չկանք։ Պողոս առաքյալը ասում է, այս հզոր խոսքերը Երանի Աստված տա, մենք ամեն մեկս կարենանք ասենք, այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսը ապրում իմ մեջ։ Որտեղ երբ որ մենք գնանք երկինք, այն վաղտ կասենք, ոնց չթողեցի ես այդ պրոցեսը կատարվի։ Եթե դա կատարվի, մենք կարանք մի հատ խոսք ասենք, որ բոլոր պատիվներից ավելի պատվավոր է։ Երանին անով, որ կարող է, ասի այդ խոսքը։ Կարծում եք այդ որ խոսքն է։ Ես հնազանդվեցի։ Սա է։ Ես հնազանդվեցի։ Եվ դա է փառավորում Աստծուն։ Աստծուն չի փառավորում, որ մենք հազարների շահենք, հազարներ, միլիոններ բժշկվեն մեր միջոցով։ Ես իմ ինչ հրաշքներ լինի, կարևոր չի։ Կարևորը սա է, թույլ կտաս, որ ես իմ գործը ավարտեմ։ Մենք մեր Գեթսեմանը ունենք, ոնց որ Հիսուսը, որտեղ մենք աղաղակում ենք, Հոբի խոսքերը, Հոբ ասում է, ես գիտեմ, որ դու ամենակարող ես, եւ ոչ մեկը չի կարող փոխել քո դիտավորությունը։ Եվ այս խոսքերը չի ասում որպես բողոքի ակցիա, ասում է Քրիստոսի հետ հանդիպելուց հետո, ասում է ով է նա, որ տգիտությունով խորհուրդը կնսեմացնի, ես խոսում էի, բայց չէի հասկանում, հիմա ուզում եմ հարցնեմ, ու դու ինձ պատասխան տար։ Տեսակ հետո խոսքը ասում է Հակոբոսը, տեսակ Հոբի հետ ինչ եղավ, որ համբերեց, մեր հետ էլ է ձև կլինի։ Մեր հետ էլ է ձև կլինի։ Եվ դա արժե է, գիտեք ինչու, որովհետև Հռոմեացի 8-րդ գլխի մեջ գրված է, ստեղծվածները մեծ ակնկալիքով սպասում են Աստծո որդիների փառավոր հայտնվելուն։ Ոչ թե Սեդային, այլ Քրիստոսին։ Ոչ թե Արմենին, այլ Քրիստոսին։ Մենք ով ենք, որ մի բան կարենանք անենք, բայց մեր ամենամեծ պատիվը նրան կրելն է մեր մեջ, նրա կյանքը կրելը, նրան տանելը, այնտեղ որտեղ կարիք կա, թույլ տալ, որ նա դրսևորվի եւ նա կանի։ Սրանից ավելի մեծ պատիվ եւ արժանապատվություն չկա մարդկանց տրված, կրել Քրիստոսին։
Բայց դրա համար մենք պիտի դատարկվենք մեզանից, որպեսզի նա գա։ Եկեք կանգնենք։ Հիսուսը երբեք չի թաքցրել դա։ Նա միշտ ասել է, եթե մեկը ուզում է իմ հետևից գա, պետք է խաչով գա։ Ուրանա իրան, վերցնի խաչը, նոր գա։ 8 միլիարդ մարդ կա աշխարհում, եւ մենք մեզանով ոչ մի ձևով տարբեր չենք նրանցից։ Մենք կարող ենք լինել ընդամենը մի տարբերությամբ, երբ որ մենք չլինենք, երբ որ Քրիստոսը լինի մեր մեջ։ Այդ դրանով մենք կարանք տարբերվենք իրանցից։ Եվ այդ ժամանակ բարձանքը էլ մերը չի Քրիստոսինն է։ Փառքը էլ մերը չի Քրիստոսինն է, որովհետև այդ ինքն է։ Ամեն։ Հայր, մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու շարունակ հազար կանգուն չափած ունես մեր առաջ, որ քո խոսքը ասում է, որ մինչև ամենքս էլ հասնենք կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի կատարյալ հասակի չափը ունենալու։ Եվ դու աշխատում ես դրա վրա, որովհետև ամենասկզբից դու ճանաչել ես մեզ եւ սահմանել ես քո որդու պատկերին կերպարնակից լինելու։ Եվ մենք խնդրում ենք քեզ շարունակի քո գործը ամեն մեկիս կյանքի մեջ։ Մենք կավի նման մեզ դնում ենք քո դասգահի վրա։ Քո ձեռքերը թող հպվեն մեզ, թող արարեն, թող կերտեն քո սիրած էությունը մեր մեջ։ Մեր աչքերը բացի, օգնի, որ մենք էլ մեզ համար Քրիստոսին մեր կյանքից ավելի արժեքավոր գանձ տեսնենք, ով Տեր, որ ոչինչ չափսոսանք հանուն նրա, որ փառավորենք քեզ մեր հնազանդությամբ եւ թույլատրությամբ, որ դու քո անելիքը անես մեր մեջ։ Թող փառավորվի անունդ։ Շնորհակալ եմ ես հրաշք ժողովրդի համար, որ դու խոսում ես, որ դու առաջնորդում ես, որ դու սարքում ես եկեղեցի, քո ընտանիքը, փառավորվի քո մեծ անունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։